Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հետևում եք մեր հաղորդումները։ Բարեկամներ, ձեր անմիջական մասնակցությունը զգում ենք մենք եւ դա ոչ թե մեզ այսպես ավելորդ լարում է հաղորդում, այլ ընդհակառակը հաճելի մի զգացողություն է, քանի որ դուք օգնում եք ձեր առաջարկներով, ձեր խորհուրդներով։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել մեր ազգային խոհանոցից, չէ որ մեր ազգային խոհանոց, աշխարհի ամենահամեղ եւ բազմազան խոհանոցն է։ Այսպես, բարեկամներ, այսօր պատրաստելու ենք Սնկապուր մեր ազգային այդպես խոհանոցից, գավառներից եւ ունենալու ենք, օգտագործելու ենք հետեւյալ բաղադրիչները. սոխ գազար, սունկ, թթվասեր, կարտոֆիլ, կիտրոն, մի քիչ սխտոր եւ կանաչի աղ պղպեղ բնականաբար եւ մեր սիրած համեմունքը, մեր սերը եւ հոգու ջերմությունը։ Գնացինք սկզբի համար պատրաստում ենք սոխառած, լավ տաքացնում ենք կաթսան, պիտի լավ եւ ճիշտ տապակենք, ճիշտ սոխառած պատրաստենք եւ հավատացեք, որ եթե պատրաստեք այս ուտեստը, ձեզ ոչ մեկը ոչինչում չի մեղադրի։ Լավ տաքացնում ենք կաթսան, ձեթը լավ դաղում ենք։ Սա կարևոր նախապայմանն է լավ սոխառած պատրաստելու, բնականաբար նաեւ համեղ ուտեստ պատրաստելու համար։ Ձեթը արդեն դաղվեց։ Խառնենք, կտրատենք նաև գազարը, այսպես, գազարը տապակելու ենք սոխի հետ միասին, բայց մի քիչ սոխը տապակելուց հետո։ Տապակելու ենք մի քիչ էլի նորից, նաև սունկը։ Օգտագործում ենք ոչխարասունկ կամ ինչպես ասում են շամպինյոն։ Ունեցանք արդեն սոխը, ոչ ամբողջապես տապակված, մնացած տապակման պրոցեսը կշարունակենք գազարի հետ միասին։ Տապակվեց նաև գազարը, հիմա տապակում ենք սունկը, սնկի համար էլ պիտի անպայման ջերմաստիճանը համապատասխանի, բարձր ջերմաստիճան լինի, որ սունկը անմիջապես կերևապատելու պրոցես այդպես վերցնի։ Մինչ թեթևակի կտապակվի սունկը, կտրատենք նաև կարտոֆիլը։ Ինչպես նշեցի, պիտի օգտագործենք նաև թթվասեր։ Թթվասերը եւ հիմա կարող ենք կես մասը ավելացնել եւ վերջում նույնպես ավելացնել։ Այսինքն հիմա կարտոֆիլը կավելացնենք, թող շոգեխաշման կամ համերի համադրման պրոցես իրականանա։ Նորից համեմենք աղով կարող ենք այստեղ սև պղպեղ օգտագործել, բայց ամենակարևորը համեմելու ենք սամիթով։ Համեմելու ենք սամիթով եւ համքեղով, ամբողջ չափաբաժինը կտրատում ենք, բայց այս պահի համար օգտագործում ենք կեսը։ Բուրմունք այն էլ ինչպիսի թթվասերի մի մասը, խառնում ենք, մի փոքր կիտրոն,
հյութ, թթու միջավայր, ավելացնում ենք ջուրը, խառնում, նորից խառնում ենք, համտեսում, նորից աղ մի քիչ եւ մեզանից կպահանջվի 12-ից 15 րոպե ընդհանուր ապուրը պատրաստվելու համար, հետագայում մենք նորից համեմելու ենք, նորից համտեսելու ենք, ավելացնելու ենք մի քիչ թթվասեր, բայց բաժնային արդեն մատուցման ժամանակ եւ վերջում մատուցելուց առաջ մի քիչ սխտոր։ Սպասենք այդ 12-ից 15 րոպեն եւ կունենանք ուտեստը ամբողջական տեսքով։ Բարեկամներ, անցավ այն ժամանակը, որ մենք հատկացրել էինք եւ արդեն ուտեստը պատրաստ է։ Կանաչին կտրատեցինք, կանաչի հետ ավելացնում ենք սխտոր, պիտի նշեմ, որ սխտորի օգտագործումը ըստ ճաշակի, բարեկամներ, ըստ ճաշակի, մի քիչ նորից համեմի սերմ, կարմիր պղպեղ, տրորում ենք սխտորը կանաչիների հետ, իսկ օգտագործել ենք համքեղ եւ սամիտ։ Ահա, այսպես, դեռ կտրատելու ընթացքում պիտի զգանք բույրը։ Շատ լավ բույր ունեցանք, ավելացնում ենք ուտեստին, խառնում ենք մտքի մեջ միայն դրականի մասին մտածելով, կափարիչը ծածկում ենք եւ վերցնում կրակից։ Մինչ կտեղադրեմ ափսեն, նորից հիշեցնեմ, թե ինչ պատրաստեցինք։ Սոխառած արեցինք, սոխով եւ գազարով, տապակեցինք նաև սունկը մի քիչ, այնուհետև կարտոֆիլը միացրինք զանգվածին, կիտրոն քամեցինք մի քիչ, ավելացրինք թթվասեր, այնուհետև ջուր, համեմեցինք նորից աղով եւ կանաչու այն չափաբաժնի կես մասով, 12-ից 15 րոպե եւ 6, այնուհետև նորից նրբահամ կանաչիներ, այսինքն համքեղը եւ սամիթը կտրատեցինք սխտորով, համեմեցինք համեմի սերմով եւ ուտեստը պատրաստ է։ Ես հիշում եք նշեցի, որ մատուցելիս մեկ փոքր գտալ թթվասեր։ Ահա այս ուտեստն էր, որ այսօր մենք պատրաստեցինք միասին, հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ, որ միշտ հանդիպենք եւ ուզում եմ, որ այդ հանդիպումները ունենան լավ արդյունք։ Այդ արդյունքը լինի այն, որ մենք դառնանք ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ։ Ազգ սիրենք ու հայրենիք, բարեկամներ, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Հարգելի հեռուստադիտողներ, նախքան ավարտելը եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել վաղը հունիսի 12-ին ժամը 18:30 Էրեբունի թանգարանի հարակից հրապարակում հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպությունը իրականացնելու է տոնատիսական ուտեստների 6-րդ փառատոնը։ Հրավիրում ենք ձեզ, այնտեղ կլինեն մեր տոների ազգային եւ եկեղեցական տոներին բնորոշ բոլոր ուտեստները։ Համեցեք եւ ինքներդ կհամոզվեք։ Եղեք առողջ եւ երջանիկ։ Ցտեսություն, բարեկամներ։ Սնկապուր, սպիտակ սունկ 120 գրամ, սոխ 70 գրամ, ստեփխին 50 գրամ, կարտոֆիլ 80 գրամ, թթվասեր 30 գրամ, կիտրոն, սխտոր, կանաչի, աղ, պղպեղ, բարյախորժակ։